Բարի լույս ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր եթերը, ունենք հրաշալի հյուրեր, խոսելու ենք Մոսկվայում հայ եւ ոչ միայն հայ բարբերների հետ արվող Ռոմչես podcast-ի մասին, ինչպես նաեւ այլ շատ հետաքրքիր թեմաներից։ Եվ այս առիթով մեր հյուրերն են Ռոմիկ Հակոբյանը, ում բոլորը համացանցում ճանաչում են որպես Ռոմչես, եւ իհարկե Արտյոմ Ղուկասյանը բարբեր, բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Լավ ենք։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ։ Մի քիչ հասկանանք Ռոմչես ինչքանով է համացանցի հանդիսատեսը տեղյակ եւ ինչ մասսայականություն է վայելում։ Մի տարի է արդեն որ բարբերների հետ սկսել եմ ոդկաստ անել, առայժմ արել եմ մեր հայ բարբերների հետ, ովքեր որ հայտնի են ու հասել են ինչ-որ հաջողությունների։ Ոդկաստի նպատակը կիսվել բարբերների կյանքով, թե ոնց են իրանք սկսել, թե ինչ ճանապարհ են անցել, ինչ խորհուրդներ են տալիս, որպեսզի սկսնակները եւ ոչ միայն սկսնակները, ովքեր որ ուզում են խորանան, մասնագիտանան, ինչ որ դրական, ինչ որ լավ բաներ վերցնեն ու առաջ շարժվեն։ Ապրում եւ աշխատում եք Մոսկվայում, ինձ հետաքրքիր է ինչն է առաջնահերթ, ինչ արժեքներ եք այնտեղ գրում, ինչն եք պահպանում, ինչն եք նորանում։ Մենք պահպանում ենք մեր հայկականը, հայ լինելը, ամենակարևորը, որովհետև գտնվում ենք օտար երկրում, ոնց որ ասած, դա մեր ստատուսն է, որ մենք հայ ենք, պետքա մաքսիմալ մենք այն մեր ուռովենը պայենք, որ մարդիկ իմանան հայ են, то есть մեզնից կախված է, ոնց որ ասած, մեր ազգի պատիվն են։ Իսկ որքան ժամանակ է որ Ռուսաստանում եք մնակվում։ Ես 4 տարի արդեն այնտեղ եմ ապրում։ 5-6 տարի էլ ես։ Իսկ այն ինչ որ արվում է, այսքան բարբերներ հենց այդ ոլորտը, ես գիտեմ որ բավականին այսպես լավ զարգացած է, հատկապես հայ բարբերները Մոսկվայում ունենում են մեծ հաջողություններ։ Ինչքանով է սա համապատասխանում նաև այսօրվա իրականությանը։ Այդ միանշանակ տենց է, մեր հայերը սաղս էլ լավ գիտենք, որ ցանկացած գործում տաղանդավոր են ու այս էլ բացառություն չի։ Իրոք ունենք շատ լավ ընկերներ, ծանոթներ եւ անծանոթներ, ովքեր որ շատ մեծ հաջողությունների են հասել դրսում ու բոլորն էլ հիմա ես ոնց տենում եմ իրանց ներդրումը, իրանց փորձի այդ փոխանակությունը ուզում են տեղափոխեն Հայաստան, սովորացնեն, ինչ որ որպեսզի այստեղ էլ զարգանա այդ բնակավարը ավելի ու ավելի։ Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք։ Մենք հիմա փակագծերը մի քիչ բացեմ, ոնց որ ասած մեծ պրոյեկտ կա, որի մեջ մենք եւս ներառված ենք, որոշել ենք տենց բացել շատ, то есть ոչ սովորական, որտեղ այսօր սա ոնց որ ասած մի ստիլի մեջ է բարբերշոպերը հիմնականում, ոնց որ մտածում ենք ժողովուրդը օգնել այդ ոճից, բացվելու է մատ շատ սիրուն ու ոչ միայն սիրուն ու ճոխ բարբեր կլաբ գուրու Մոսկվայում։ Այո։ Մնացածի մասին իսկ թեմա բացեին, որ մինչև վերջ չբացվեք իմանաք, չէ՞։ Շատ լավ, ինչու է այն ավելի շատ ուշադրությունը դարձնում հայ բարբերներ այնտեղ, քանի որ ոդկաստ եք անում եւ շատերի ստիլիստիկային նաեւ ծանոթ եք, հա, ինչն են ավելի զարգացնում իրենց մեջ հայ բարբերները։ Ավելի շատ ոչ թե կոնկրետ հենց կտրելու հետ այդ ձև կպատասխանեմ, այլ հաճախորդի հետ այդ մոտիկացումը, այդ վերաբերմունքը հասկանալ թե ինչ է ուզում հաճախորդը ու որպեսզի գոհացած, հա, որպեսզի ճիշտ պատկերացում կազմած, թե իրան ինչ է սազում, ինչա պետք այտենց դուրս գա, գնա, այդ շատ կարևոր է։ Իսկ մենք թելադրում ենք նորաձևությունը բարբերների, որովհետև հիմա Ռուսաստանում ինչ շատ ավելի այսպես տարածվեց, հաշվի առնելով, որ ռուս ազգը, հա, սլավոն ազգը, այդքան էլ շատ մորուքի հետ կապված չի ունեցել նախասիրություններ, որովհետև ի բնություն է, իրենք այդքան շատ, ինչպես ասում են, մազածածկ չեն։ Այո, բայց այսօր արյուտը շատ ավելի մեծ թափ է առնում այնտեղ եւ զարգանում է այդ գիծը, հաշվի առնելով նաեւ այն, որ իրենք այդքան շատ դրաշ չունեն։ Իրականում ճիշտ է, որովհետև մենք ունենք ահագին կլիենտներ շատ բավականին, որ մենք տենց ինքներս տենց ոնց որ հրաշով ենք, գալիս են ասում մենք ձեզ նայում ենք, մենք էլ ենք ուզում ինչ անենք, ինչ օգտագործենք, որ մեզ էլ աճի։ Եվ կան տենց դեղամիջոցներ կան, բաներ կան, ներկում ենք։ Ներկում ենք մատիտով, որ արհեստական մազեր։ Շատ լավ, այսօր ինչ աստիճանի է հասել բարբերությունը, հա, որովհետև սա նույնպես մի ոճ է, որը տեղում հանգիստ չի մնում եւ գալով արդեն մեր իրականություն, վերջին 10 տարվա ընթացքում գնալով օրեցօր ավելի ինչ որ տենդենսներ են փոխվում, աճ է գրանցվում։ Ես ասեմ, որ Ռուսաստանում բավականին զարգացած է բարբերինգը, այդ բարբերինգի ոլորտը, եթե մի 10
10 տարի առաջ Ամերիկայից էին գալիս մաստեր կլասների, չգիտեմ, ինչ-որ բան փորձում էին ստեղ սովորացնել, հիմա անենց է հասել, որ եւ ռուս եւ այլ ազգի բարբերներ կան հենց Ռուսաստանում ապրող, աշխատող, ստեղծագործող, որոնք որ շատ ուժեղ են ու աշխարհում ոչ են թելադրում։ Կոնկուրենցիան շատ մեծ է հիմա, էլի։ Իսկ հասցնում եք նաև Երևանի ոճերից, նորաձևությունից, նորաոճությունից տեղյակ լինել եւ այստեղ հետևում եք ինչ է կատարվում հետևում ենք։ Որովհետեւ ինձ թվում է, որ չհետևես հետ կմնաս։ Եվ այստեղ կլինեն վարպետության դասեր, մաստեր կլասներ, եթե այո, ինչ թեմաներով։ Անցած տարի 2 հատ արդեն ունեցել ենք, ես ու Արտյոմը կակրած իրար հետ։ Առաջինը արեցինք մեր ընկերներից մեկի Գևորգ Իլիա Բյութի ակադեմիայի իրանց կազմակերպած մաստեր կլասներ, իրանց հրավերով եկանք, արեցինք։ Բավականին լավ արձագանք ստացվեց, դրա համար երկրորդն էլ էլի մի քանի ամիս հետո կրկնեցինք։ Էլի նպատակը մեր տարիների ընթացքում ձեռք բերած փորձի, գիտելիքների փոխանցելն է մեր հաջորդներին, մնացած մաստերներին, մնացած վարպետներին։ Եվ վերադառնալով podcast-ին, քանի որ մեր գործն եք մի քիչ էլ անում, ինձ հետաքրքիր է Ինչու։ Բացի ինչուից, ինձ հետաքրքիր է հատկապես ինչ հարցեր եք քննարկում podcast-ի ժամանակ, որը հետաքրքիր կլինի ոչ միայն ձեզ, այլև լսողներին։ Նախ ասեմ, որ այդ ինձ ուղղակի դուր է գալիս, ես դրա համար անում եմ, մի քիչ ոնց որ կապ չունենա Վարշավիր, բարբեր, հետո podcast, հաղորդում, հա, ոնց որ ուղղակի ինձ այդ դուր է գալիս այդ ֆորմատը դեմ դիմաց նստել, ինչ որ դուշևնի թեմաներով ունենա։ Հաղորդավար ես ուզում դառնալ։ Մարի գործը ուզում եմ խլել։ Մեր գործը կամաց։ Չէ, այդ ուղղակի ինձ դուր է գալիս, դրա համար անում եմ։ Թեմաները որպես մարդ էլ որպեսի մարդիկ ծանոթանան, հա, ովքեր են ընդհանրապես բարբերները, որովհետև մարդկանց մեջ մեծ մասսա կա, որ սխալ պատկերացումներ ունեն, հա, որ ասում են բարբեր, մտածում են պետքա սաղ տատիրովկեքով, չգիտեմ, ինչ-որ բրիթվեկով, ինչ-որ, հա, որը շատ տատիրովկեք ունի, ուրեմն ինքը լավ բարբեր է եւ այլն, ավելի մանրամասն մարդկանց ոնց որ ասած պատկերացում ենք տալիս, հա, որպեսզի տեսնեն ու հասկանան ովքեր են, ոնց են սկսել, ոնց են աշխատում իրանց վրա, ոնց են առաջ գնում ու ոնց են հաջողության հասնում։ Իդեպ շատ լավ բան ասացիք, ինձ հետաքրքիր է ով է լավ բարբերը։ Կա ինչ-որ փորձառու մարդն է, ոնց ենք որոշում։ Միանշանակ ով որ ամեն օր իր վրա աշխատում է, ով որ չի ասում, որ ես արդեն ամեն ինչ գիտեմ, այլ ինձ ոչ մի բան պետք չի սովորել, ու ընդհանրապես ոչ միայն լավ բարբերը, ցանկացած մասնագիտության մեջ լավ մասնագետը այն մարդն է, ով որ ամեն օր սովորում է ու չի ասում ինձ հերիք է։ Միշտ կա սովորել տեղ անկախ ամեն ինչից։ Ահա, Ռուսաստանում քանի որ շատ է, հա, հատկապես Մոսկվայում ավելի այսպես զարգացած է, ինչպես արդեն նշեցիք, եւ շատ են բարբերները տարբեր ազգերի։ Ինձ հետաքրքիր է նախընտրությունը դեպի հայ բարբերները, ինչքանով է ռուսների մոտ ավելի ակտիվ։ Շատ է ինձ թվում, որովհետեւ դաժե Մոսկվայում 75% ինձ թվում է բարբերները հայ են։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուզեն չուզեն պիտի գնան հայերի մոտ։ Մենք մեր աուրայով, մեր մոտեցումով, մեր այդ մուժսկոյ բրուտալնեսով այդ ամեն ինչով միանշանակ ավելի գրավում ենք, հա։ Թեկուզ եւ այդ թրաշը ամեն ինչը տեսնում են, ուզում են, գալիս են, շատ ա եղել, որ եկել են, ասել են հենց սենց եմ ուզում։ Շատ լավ, իսկ ինչ խորհուրդ կտակ նրանց, ովքեր նոր են սկսում այս ամեն ինչում, ինչի վրա ուշադրություն դարձնեն, ինչը զարգացնեն, ինչ ավելի վարպետացնեն, ինչը պետք չի ընդհանրապես այս ասպարեզում անել։ Միշտ պետքա հետևեն, որպեսզի տեղեկացված լինեն, միշտ սովորեն, չմտածեն, որ գիտեն հերիքա, վсё, էսի հերիքա, երբ որ մտածեցիր հերիքա, ոնց որ սահմանափակ է, վсё, դու հետ ես մնալու, պետք չի տենց անել, պետքա միշտ անդադ հետևել, սովորել։ Ամեն օր դառնան ավելի լավը, քան 3։ Շատ տակրկիր հարց ունեմ ձեզ, առաջինը ում մազերն եք կտրել, հիշում եք, ում եք դժբախտացրել, ով ալացելով գնացել։ Հաճախորդը, որտեղ բոլոր պրոֆեսիոնալ մասնագետները այս պատմությունը ունեն։ Ես դաժե մաշինկես ունեմ առաջի ժամանակ, երբ որ ում կտրել էի, միջև հիմա տունը դրած է դաժե, ստեղ Հայաստանում, երեք կակրած նայում եմ, ասում եմ տենց ու հիշում եմ, տենց ինքը շատ վատ մաշինկա է, որ հիմա չեմ աշխատի դրանով։ Իսկ ով էր այդ մարդու մազը։ Հիշում եք։ Բարեկամ եմ, տանեցիներից։ Ես չեմ կարող հիշեմ, բայց հաստատ բարեկամ պետք լինի, որովհետև այդ ժամանակում երբ որ նոր է սովորում, մենակ բարեկամն է ռիսկանում գա նստի այնքան որ այելի։
Ես իմ լավ ընկերներիցս մեկին ասացի, որ արդեն սովորել եմ, մի 10 օր էր, որ մեր Հարութի մոտ Ջուլակյանի, դուք էլ լավ գիտեք, իրանց մոտ սովորում էինք, հետո ընկերոջս առաջարկեցի, ասի արդեն կարում եմ, այս 10 օրա նայում եմ, ինչա որ կդզենք, կտրենք սա, հա 3-ից 4 ժամ կտրեցի, արդեն մաշինկեն եմ, որ վառում է մաշկը, այդ տաքությունը, դե 3-4 ժամ, այդ նորմալ չի էլի։ Հետո հասկացա, որ մաշ չմնաց գալ։ Պետք է ուղղակի կանտով կդզենք, ներքևը զրոյով հանեցինք, սենց վերեխոտ ստացանք, հա, վիսոկի ֆեյդա կոչվում, բարձր ֆեյդ, ու ինքը համարյա մի 10 օր տնից դուրս չեկա։ Մազերաճի։ Հայկին ընկերոջս ողջունում եմ։ Մնաց ընկեր։ Իհարկե։ Դրանից 1-2 ամիս հետո արդեն գալիս էին հանգիստ, վստահում էին, կտրում էին։ Պատկերացրեք մի օր ոնց որ sense մի օրում, հա, եկավ մորուքի նորաձևությունը ու մի օր էլ հանկարծ գա, որ դուրս գա այդ նորա։ Բոլորը սափրեն իրենց մորուքները եւ վերջ։ Ոչ մեկ չի պատկերացնում դա արդեն, որովհետեւ հիմա բոլորը նու մեծամասնությունը արդեն մորուքով են, դաժե որ հարցնում ես, ես չեմ պատկերացնում արդեն առանց դրա։ Ահա։ Շատ լավ, ես ձեզ ուզում եմ մաղթել հաջողություններ, ամեն դեպքում ինչքան էլ որ գա այդ օրը, որ արդեն մորուքը նորաձև չլինի, միևնույն է հաստատ հայ բարբերները մի ձև կգտնեն նորաձևության մեջ նորից հետ բերելու։ Ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, համոզված եմ, որ ձեր կյանքում հաստատ կան, եւ այս բացիկներում ներառված են սիրված երգերից ֆրազներ։ Սաֆարյանի երգից են, ինչ սիրուն ես անհավանական գեղեցկուհի, դու խենթացնում ես ինձ ամեն պահի, եւ Դուրյանի երգով դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես, լույսով ես հարուստ, պես որ նվիրեք սա այն մարդկանց, ովքեր ձեզ համար հենց այս բառերն են, եւ իհարկե ծաղիկների կամ նվիրների հետ միասին։ Մեծ հաջողություններ ենք մաղթում եւ շատ հուսով ենք, որ այնինչ պլանավորել եք Մոսկվայում, այն ակումբը բարբերների, որը բացելու եք ու մեզ մի քիչ պատմեցիք, բայց փակագծերը այդքան էլ շատ չբացեցիք, ինչքան որ սկզբում ասացիք հիմա փակագծեր կբացենք, ես մտածում եմ հեսա ամեն ինչ պատմել եք, բայց ասիք որ ակումբ եք բացում եւ մնացածն են Մոսկվա կգան։ Շատ որ մեծ հաջողություններ կունենա եւ ամեն ինչ ձեր սրտով կլինի։ Շնորհակալ ենք շատ, գործով ցույց կտա։ Կարող ենք դաժե հրավիրել, եթե ունեք ժամանակ։ Ես որ գամ Մոսկվա, անպայման կգամ։ Շնորհակալություն ձեզ, հաջողություններ ենք մաղթում, հիմա կարճ դարձար, հետո կվերադառնանք ու կշարունակենք։